ընկերներ, հերթական անգամ, չգիտեմ որ երորդ, հաշվից արդեն ընկել եմ, բայց կրկին նորից հիշեցնում եմ ձեզ գալիք չարաբաստիկ շակերտների մեջ ընտրությունների մասին, որը պատրաստում են անցկացնել միակ նպատակով չարաբաստիկ Նիկոլին, այս հաբրգած երկոտանի սրիկա մարդակ Նիկոլին կլոնավորելու, էլ չգիտեմ ինչպես ասեմ, հերթական անգամ լեգիտիմացնելու համար։ Եվ հիշեցնում եմ ձեր միակ ճիշտ արդար եւ ազնիվ ընտրության մասին։ Միակ ճիշտ, եթե այդպեսին է դրսևոր եք իհարկե, ձեր մոտեցման մասին, առհասարակ այսօր Հայաստանում տեղի ունեցող չարաբաստիկ Նիկոլի գլխավորությամբ վակխանալիայի նկատմամբ։ Այսինքն, որ շատ ջուր չծեցեմ, ավելի կոնկրետ ասած, ձեզ չպետք է տեսնել այդ չարաբաստիկ ընտրությանների օրը ընտրատեղամասներում, այսինքն չպետք է մոտենաք, կամերան ձեզ չպետք է ֆիքսի, անգամ եթե ուրիշ տեղ եք գնում, ոչ ընտրատեղամաս։ Եվ ընդհանրապես այդ օրը զերծ մնացեք ավելորդ, չգիտեմ, տեղաշարժների։ Տնից մի դուրս եք, միայն անհրաժեշտության դեպքում ինչ-որ հացի խանութ, այդպես։ Դուք հասկանում եք, սա իմաստ է ներառում, ես հիմա կփորձեմ բացատրել։ Այսինքն, նախ, ավելի տեսանելի է դառնում, ինչպես ասեմ, առհամարության և անտանելիության վերին աստիճանը, որ ժողովուրդը տանում և ցուցաբերում է սրիկա ղաղպա Նիկոլի նկատմամբ։ Սա մի կողմից և մյուս կողմից, ինչպես էլ այդ չընտրությունները անցկացնեն, առհասարակ, այն ինչպես անցկացնում են այդ ընտրությունները, երբ ընտրողների ընդամենը 30%-ն են մասնակցում և դրա ինչ-որ մասի ընտրություններ դարձյալ ճակերտների մեջ համարում են իբր լեգիտիմ, սա արդեն լեգիտիմ, ոչ մի արդարություն, ոչ մի լեգիտիմություն։ Եվ ինչպես էլ ուզում է անցկացնի չարաբաստիկ Նիկոլը իր ճակերտների մեջ ընտրությունները, բոլորի համար արդեն տեսանելի է, և սա տալիս է հնարավորություն այդ սրիկա ղաղպայից ազատվելու։ Քանի որ հակառակ դեպքում օրինական ճակերտերի մեջ, չգիտեմ, ոչ ճակերտերի մեջ եւ այլն, դուք ոչ միայն չեք կարող ազատվել այս սրիկայից, այլ հակառակը դեռ սրա ջրաղացի ջուր եք լցնելու գնալով ընտրությունների ճակերտների մեջ։ Հա, կամ հետո չգիտեք ինչպես է, ասելու, կան չարաշահումներ, բայց էական չի։ Արա այս Նիկոլը ոտքից գլուխ, չարաշահումը ոտքից գլուխ վերին եսի բոլոր կարմիր գծերը անցած աստիճան։ Ինչպես է սա հանդուրժվում, օրինական ճանապարհով ես ղաղպի, ինչ է նշանակում օրինական։ Եթե օրենքը չի գործում, օրենք չկա, երբ անօրենն է գահին, լավ, սենց անվերջ կարելի է խոսել, ասողի լսող ապրել։ Իսկ հիմա տեսեք, նրանք, ովքեր կոչ են անում մասնակցելու այդ ընտրություններին, կամ նիկոլական են, կամ թաքնված նիկոլական են, կամ ծառայում են արևմուտքին, կատարում են նրանց հրանգները, արևմուտքը սատարում է ղաղպի սրիկային, կամ իրենք էլ են նույն ղաղպա սրիկա Նիկոլի պես ոտնձգող միայն իշխանության վրա, արդարության հետ առնչություն չունեցողները, ոչ էլ իրականում Հայաստանի ժողովրդի շահերը, իրավունքները ներկայացնողները, ինչպիսին են օրինակ Տաշիր Սամոյի կուսակցությունը, օրինակ ինչպիսին են նաև օրինակ Տաշիր Սամոյի կուսակցություն, Ձոդի Գագոյի անձնական բարգավաճության կուսակցություն, բայց հիմա ես ասեմ նրանց, ով քանի անգամ գնացել են արդեն ղաղպի սրիկային լեգիտիմացրել են, ձեր մեղքը ձեր վզին է, ձեր մեղքը ձեր վզի փաթաթվի խեղդվեք, սատկվեք, եթե նորից գնաք ընտրությունների, կապ չունի ադմին ռեսուրս ես, ով ես, ողորմելի արդեն դևեր, դուք սկի կիսամարդակներ, արարածներ չեք, դուք սկի անասուններ չեք, անմեղ սունակ,
ուղիղ ձևեր սատանեք է գրողի ծոցը կորչեք։ Եթե գնաք, կրկնում եմ, ձեզ շանս ա տվում ձեզ, մեղքերի թողություն կատարեք, հրաժարվեք հրապարակավ զզվանք Դև Նիկոլից և մի մասնակցեք ընտրություններին։